լսիր, այ Քոչարյան Գեղչուկ, ով տագետ, այն որ Երևանում երկու փողոց լույս ուներ, այդ նրանից էր, որ Երևանը իր ողջ էությամբ, իր բնակչությամբ, իր ռեսուրսներով Արցախում էր։ Այդ այն էր, որ իմ եւ ինպես շատերի երեխաների թշերը բարուրում ճաքել էր ցրտից, որովհետեւ վառելափայտ չունեինք, բայց մենք Արցախում էինք, մեր մայրերը կտրոնով հաց էին առնում, որ որոշ անբարոյական մոր սերվածքներ, անհասկանալի հայրերի ծնված անասուններ, հետո դառնան միլիարդատեր ու միլիոնատեր եւ պղծեն Արցախը։ Մյուս անգամ չհամարձակվես Երևանի անունը այդպես տալ Երևանցու ու հայ ժողովրդի։ Դու ու քո նմանները հայ ժողովրդի հետ բացարձակ կապ չունեն։ Այն որ Վազգեն Սարգսյանը վերջում պարզել էր, թե քանի անասուն, ովքեր պաշտոնի էին Արցախում եւ Հայաստանում, քանի միլիարդ ու քանի միլիոն դոլար ունեն։ Այս Վազգենին խփեցին ու որոշ անասուններ մնացին այս երկրի ղեկին։ Եվ տարիներ շարունակ խփեցին բոլորին։ Հարցը լուծում ենք, հարցը չլուծվեց։ Ադրբեջանը այդ ընթացքում հասկացավ, որ այս երկրի ղեկավար կոչվածները պարզապես դավաճան, սինլքոր ստոր, անհայրենիք, սեփական հորը իրական ծագումը իրենց չիմացող արարածներ են,